Համերգային գեղեցիկ ծրագիր, կրկեսային կենդանիների պղպջակների շոուներ, փրփուր փարթի, ծաղրածու մուլտհերոսներ, պաղպաղակի հյուրասիրություն եւ իհարկե փոքրիկների ամենաբարձր տրամադրություն։ Գավառի համայնքապետարանը այս ամենը կազմակերպել էր համայնքի փոքրիկների հունիս 1-յան օրն առավելագույնս հագեցած դարձնելու համար։ Գավառի համայնքապետարանը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեծ շուքով նշեց երեխաների պաշտպանության օրը, որն իր ձևով եւս մեկ անգամ ընդգծում է համայնքի հոգացությունն ու ուշադրությունը մեր փոքրիկների հանդեպ։ Սա եւս մեկ անգամ առիթ էր ապացուցելու, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրելու ապահով ու խաղաղ երկրում։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկեց համայնքի մշակութային հաստատությունների սաների համերգային ծրագրով, որից հետո Երևանից հրավիրված կրկեսային շոուն ապահովեց նրանց մանկական հետաքրքրությունները։ Ծաղրածուն փոքրիկների հետ երգեց, պարեց եւ նրանց ներգրավեց խաղերի մեջ, իսկ կենդանիների եւ մուլտհերոսների բեմում հայտնվելը փոքրիկների ամենասպասված անակնկալներն էին։ Ես այսօր տեսա ամեն ինչ եւ պաղպաղակերը եւ կրկեսի մասնակցեցի եւ փրփուրների փարթի մասնակցեցի։ Երգեցի, պարեցի, մորոժնիկերա ու շատ ուրախացա։ Հունիս 1-յան միջոցառումը ներառում էր նաեւ զվարճություններով լի փրփուր շոուն, որը երեխաների ամենասիրելի ու սպասված զվարճանքներից մեկն էր։ Նրանք մանկական անկեղծ ուրախությամբ վայելեցին անակնկալը։ Շատ լավ անցավ, մեր երեխաներն ուրախացան, կազմակերպիչներից շատ շնորհակալ ենք։ Ամենաքաղցր անակնկալով ամփոփվեց տոնական միջոցառումը։ Թամարա ՍՊ-ի հիմնադիր Աշոտ Դովլաթյանի կողմից միջոցառման մասնակից բոլոր երեխաներին պաղպաղակ հյուրասիրվեց։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնը երեխաների օրը հունիսի 1-ը տոն դարձրեց կենտրոնում կազմակերպված միջոցառմամբ։ Կենտրոնային հրավիրվել Գավառ համայնքի մանկապարտեզների սաները, ովքեր զվարճանում էին երգ ու պարով, տարաբնույթ խաղերով։ Արդեն 3-րդ տարին է, ինչ Գավառի երիտասարդների տանը նշվում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այսօր կենտրոնը դարձրել ենք փոքրիկների համար սիրելի վայր, լուսավոր անկյուն, որտեղ մեր փոքրիկները երիտասարդների հետ կենտրոնի միասին անցկացնելու են հետաքրքիր ժամանց, մասնակցելու են կենտրոնի կողմից կազմակերպված խաղերին, նաև այստեղ ներկա են Գավառ համայնքի մի շարք մանկապարտեզներ, ովքեր ներկայացել են իրենց երաժշտական եւ պարային համարներով, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի փոքրիկների համար օրը ավելի հիշարժան դառնա։ Երեխաների օրն առավել բովանդակային ու անմոռանալի անցկացնելու համար կենտրոնի երիտասարդները ջանքեր չէին խնայել։ Շնորհակալություն եմ հայտնում երիտասարդների տուն կենտրոնին, որ յուրաքանչյուր տարի մեր մալուկների օրը տոն են դարձնում եւ հաճելի անակնկալներ են մատուցում։ Տոնական տրամադրությունը ամբողջացրին փոքրիկներին հյուր եկած մուլտհերոսները։ Երեխաները երգեցին, պարեցին ու լուսանկարվեցին նրանց հետ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի մանկական զբոսայգում օրը սկսվում է տոնական գույներով ու տրամադրություններով։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը տոնում են ոչ միայն օրվա հերոսները, այլև մեծահասակները։ Հունիսի 1-ը երեխաների նկատմամբ սիրո, հոգատարության, ուշադրության ու խնամքի մասին եւս մեկ անգամ խոսելու առիթ է։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ փոքրիկների այս օրը մնացածներից տարբեր է դառնում։ Մուլտֆիլմերից հայտնի եւ արդեն սիրելի հերոսներն իրենց կողքին են։ Լարա Խաղացը զարմացնում է իր հնարքներով, խաղավարները հրավիրում են աշխույժ խաղերի։ Քաղցրավենիքն էլ առատ է։ Երգն ու պարն էլ միջոցառումների ողջ ընթացքում վառ են պահում տոնական տրամադրությունները։ Այսօր երեխաների պաշտպանության օրն է։ Ուզում եմ ցանկանալ առողջություն, երջանկություն, թող ապրեն խաղաղ երկնքի տակ։
Վարդենիսում հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրը վերածվեց իսկական հեքիաթի։ Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում Վարդենիսի համայնքապետարանի եւ Սոս Արևելք քրիստոնյաներ կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է մեծածավալ եւ բազմաբովանդակ միջոցառում։ Տոնը լեցուն է խինդով, ժպիտով եւ ուրախությամբ։ Մանուկներին իր օրհնությունն է տալիս Վարդենիսի տարածաշրջանի հոգեվոր հովիվ Տեր Հարություն Քահանա Հունանյանը։ Շնորհավորում եմ բոլորիս մանուկների տոնի կապակցությամբ, մեր հրաշք մանուկներին մաղթում եմ, որ խաղաղ եւ ապահով մանկություն ունենան, Աստծո պահպանիչ աչի հովանու ներքո լինեն միշտ եւ ապրեն, զորանան, մեծանան, լինեն արժանի զավակները հայ ժողովրդի, հայոց երկրի եւ մեր Սուրբ եկեղեցու։ Երեխաներին ողջունում եւ իր շնորհավորանքի խոսքն է հղում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Սիրելի փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունը ու երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները։ Շրջապատված լինեք անուն սիրով, ուշադրությամբ եւ ողջատարությամբ։ Վարդենիսի համայնքապետարանի կողմից իրականացող ծրագրերի մեծ մասը ըստ էության երեխայակենտրոն են եւ միտված են մեր համայնքի բալիկների կյանքը առավել ապահով, բարեկեցիկ ու անող դարձնելու համար։ Առանձնատուկ ուզում եմ շնորհել մեր կողքին ապրող հատուկ խնամ պահանջող այն մանուկներին, ում ամեն օր պայքար է, պայքար լիարժեք ապրելու համար, մեր հասարակության ու մեզնից յուրաքանչյուրի պարտն ու առաքելությունն է սատար կանգնելու, աջակցելու նրանց երազանքների ու նպատակների իրականացմանը։ Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ։ Միշտ փորձելու ենք մեր բոլոր հնարավոր միջոցները օգտագործենք, որ մեր մանուկներին մի փոքր ուրախություն պարգևենք։ Ու նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, ում հետ միասին համագործակցելով հնարավորություն ստացվեց կազմակերպել այսպիսի գեղեցիկ օր։ Միջոցառումը մեկնարկում է համայնքի շնորհալի երեխաների տոնական համերգով։ Այսօր հունիսի 1-ն է, աշխարհի ամենապայծառ, արևոտ ու լուսավոր տոնը, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, մաղթում անամպ երկինք, հուսավոր ապագա, երջանիկ կյանք, սեր ու ջերմություն։ Saturday,
Զբոսայգու տարբեր անկյուններում երեխաներին սպասվում են անակնկալներ, զվարճալի խաղեր, լուսանկարվելու համար նախատեսված տարածք, որտեղ ամփոփվում եւ հիշողություն են դառնում օրվա վառ ու տպավորիչ պահերը։ Մարզադպրոցների սաները հանդես են գալիս սպորտային խաղերով ու ցուցադրական համարներով։ Լավագույն մարզիկներն արժանանում են նվերների։ Միջոցառմանը ներկայացված է նաև Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաների մանկական կտավների ցուցահանդեսը։ Լավագույն նկարների հեղինակները ևս արժանանում են մրցանակների։ Սիրողական շախմատի մրցույթն անցկացվում է 2 տարիքային խմբերում, խթանելով երեխաների մտավոր մրցակցությունը։ Արհեստավարժ անիմատորներն անցկացնում են թիմային խաղեր, դինամիկ մրցույթներ տարբեր տարիքային խմբերի համար։ Պղպջակների շոուն, փրփուր փարթին, սիրված մուլտհերոսների այցը եւ պաղպաղակի հյուրասիրությունը դառնում են օրվա ամենասիրված պահերը։ Միջոցառումն ամփոփվում է Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, որտեղ երեխաները մասնակից են դառնում մանկական կրկեսային ներկայացմանը, լի ժպիտով եւ անմոռանալի տպավորություններով։